լոբու, եփման ժամկետը և հատիկների ձևը պահպանելու համար նախօրոք այն 5-ից 8 ժամ դրել եմ սառը ջրի մեջ։ Հատիկները խոշորացել են և լոբին ծավալուն է դարձել։ Ջրքամում եմ, սառը ջրով ցողում, լցնում սառը ջրով լի կաթսայի մեջ և եփում։ Մինչ կեփվի լոբին, ձավարը, որը հարուստ է բազմաթիվ վիտամիններով, օգտակար մակրո և միկրո տարրերով, լվանում եմ սառը ջրով, ջրքամում, ավելացնում լոբու վրա, լցնում եմ նաև եռացրած ջուր, պարբերաբար հավաքում մակերևույթի փրփուրը։ Արդեն եփված հատիկավորների վրա լցնում եմ աղ, խորանարդաձև կտրատած սոխ և սխտոր, յուղ, համեմունքներ, չորացրած ռեհան։ Կրակը անջատելուց հետո համեմում եմ կտրատած թարմ խառը կանաչիով։ Մատուցելիս պարտադիր և կարևոր բաղադրիչ է սխտորը։ Համտեսենք լոբի ձավար ապուրը։